Բարև ձեզ, հրապարակումն է եթերում։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Փոփոխություններ Իշահ քաղաքացու Ֆիզանձանց համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլում արտոնյալ պայմաններ են մտցվել։ Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցների մորթի ծառայության գինը, թեմայի մասին մանրամասներ տաղավարում։ Նոր հնարավորություն քաղաքացիների մտահոգությունները լսելի դարձնելու համար օրենսդիրն ու գործադիրը սկսում են նոր հաղորդում։ Եվ բամբակյաթել վերականգնված հումքից մարալիկում արտադրվածը նաև արտահանվում է։ Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացն ակտիվանում է սոցիալական ծախսերի դիմաց, փաստացի փոխհատուցված բյուջեն ընդլայնվում։ Պետությունը ավելի քան 2 միլիարդ դրամ արդեն վերադարձրել է կրթության ու առողջապահական ծախսերի դիմաց։ Թեև սա գործընթացի երկրորդ փուլն է, բայց որոշակի իրազեկվածության խնդիր կա։ Հենց այդ պատճառով կառավարությունը որոշակի ժամանակավոր փոփոխություններ է մտցրել Իշահ քաղաքացու։ Դժվարություն չկար, հարց ու պատասխանա մտնում ես այդ կայքը, անում ես եւ լինում է։ Էմմա Մարտիրոսյանը եկամուտների տարեկան հայտարարագիր է լրացրել դեռ 2024-ին, կամավոր։ Կոնսերվատորիայի երկարամյա աշխատակիցը ընկերներին էլ է խորհուրդ տվել հայտարարագիր լրացնել ու օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Շատ արագ մի քանի օր հետո նստեց 50,000-ը։ Ու մենակ իմ մոչի, էլի ես ունեմ ընկերներ, որոնք հայտարարագրվել են ու նստել են։ Գործընթացը փուլային է, մեկնարկել է 2024-ից, հայտարարագրել են 2023-ի տարեկան եկամուտները։ 2024 հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր ներկայացրել են 46,000 քաղաքացի, որից սոցիալական ծախսի փոխհատուցում ստացել են 20,480 քաղաքացի, մոտավորապես 1 միլիարդ 843 միլիոն դրամի չափով, որը մոտավորապես 5 անգամ գերազանցում է 2023 հաշվետու ժամանակաշրջանի համար սոցիալական ծախսի փոխհատուցում ստացած անձանց քանակը։ 2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը։ Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները։ Մինչև այժմ սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում է ստացել ավելի քան 25,000 քաղաքացի։ Ընդհանուր վճարվել է մոտ 2.3 միլիարդ դրամ։ Կոնկրետ ես եւ ամուսինս հետ վերադարձ ենք ստացել տղայիս ուսման համար վճարած վարձի մասով 100,000 դրամ։ Ես եմ ստացել 100,000 դրամ, ամուսինս է ստացել։ Վերադարձված գումարների արդյունքում ես հնարավորություն ունեցա տղայիս երկրորդ կիսամյակի ուսման վարձը մարելու։ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100,000 դրամ է, առողջապահության գծով 50,000 դրամ։ Սակայն մեկ քաղաքացուն կրթական, առողջապահական ընդհանուր ծախսերի դիմաց որպես սոցիալական կրեդիտ տարեկան փոխհատուցվող գումարը չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Կառավարության որոշմամբ ծախսերի փոխհատուցման համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերի մասով սահմանվել է, որ տվյալ դեպքում անկախ այն հանգամանքից, որ սոցիալական ծախսը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, տվյալ դեպքում հայտարարատու ֆիզիկական անձը հնարավորություն ունի ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե ծառայություն մատուցողին ներկայացնի համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ փաստացի վճարումը կատարվել է իր միջոցներով։ Սա միայն 2024-ի համար, իսկ այս տարվա հունիսի 1-ից հետո կատարված սոցիալական ծախսերը կհատուցվեն, եթե կատարվել են անմիջապես հայտարարատուի միջոցներով։ Կառավարության վերջին փոփոխություններով ընդլայնվել են նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման դեպքերը, մասնավորապես կրթության գծով փոխհատուցման ենթակա են նաև 24 թվականի եւ դրան հաջորդող հաշվետու տարիների համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված արտադպրոցական եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում կատարված ուսման վճարները, մասնավորապես արվեստի, գեղարվեստի, պարարվեստի եւ այլ նմանատիպ ծառայությունների դիմաց ուսման վճարները։ Փոխհատուցման ենթակա են նաև միջնակարգ կրթական ծրագրերի դասագրքերի վարձակալության վճարները։ Յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան առավելագույնը 3,000 դրամի չափով։ Սա միակ դեպքն է, երբ կանխիկով գործարքը ընդունելի է։ Իշահ քաղաքացու վերանայվել են նաև առողջապահական ծախսերից ձևավորվող սոցիալական կրեդիտ ստանալու պայմանները։ Առողջապահության գծով սոցիալական ծախսերը եւս ընդլայնվել են, մասնավորապես 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից իր կամ իր ընտանիքի անդամների համար ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման դեպքում այդ ծախսերը ենթակա են փոխհատուցման եկամտային հարկի գումարներից։ Չմոռանանք նաև, որ շարունակում է փոխհատուցվել ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը, այս մասով որևէ փոփոխություն չկա։
Որպեսզի աշխատող քաղաքացիների եկամուտը սոցկրեդիտի հաշվին տարեկան ավելանա մինչև 100,000 դրամով, ընտանիքինը ավելի, եթե աշխատողների թիվը 1-ից ավելի է, կառավարության ղեկավարը պարբերաբար, կարելի է ասել աշխատանքային շաբաթը սկսում է աշխատողների ստացած հավելյալ եկամուտների թարմ տվյալներ ներկայացնելով։ Թվերի դինամիկան եւ քաղաքացիների արձագանքը ցույց է տալիս, որ ծրագիրն ակտիվանում է, իրազեկվածությունն ավելանում, քաղաքացիների ներգրավվածությունն էլ աճում։ Կառավարությունը հանրության անվտանգ մթերք ապահովելու համար առաջնային է համարում սպանդանոցային մորթը, հերթական լուծումն ու աջակցության ծրագիրը վերջերս է հաստատվել, կսուբսիդավորի սպանդանոցային ծառայության քաղաքացիների ծախսը։ Այստեղ է էկոնոմիկայի նախարարը Պարոն Պապայան, փաստորեն քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի վճարել, ինչպես է կիրառվելու սուբսիդավորման գործիքը։ Նախ եւ առաջ պետք է սպանդանոցները պայմանագիր կնքեն համայնքի եւ էկոնոմիկայի նախարարության հետ, որի արդյունքում սպանդանոցը հայտարարում է, թե ինչ գնով է իրականացնելու անասունների մորթը։ Օրինակ, ենթադրենք հայտարարում է, որ ես իրականացնելու եմ 11,000 դրամով։ Մեր պարագայում 10,000 է Այո, պետությունը աջակցում է 10,000 դրամով։ Դա նշանակում է, որ քաղաքացին վճարելու է ոչ թե 11,000 դրամ մորթի համար, այլ վճարելու է ընդամենը 1,000 դրամ։ Ես նշեմ, որ հիմա էլ մեր քաղաքացիները վճարում են հիմնականում մորթի համար, ընդ որում անգամ բակային մորթի համար, որովհետև դա աշխատանք է, դա ծառայություն է։ Միջին գինը որքան է։ Միջին գինը ըստ էության ոչ պակաս է, քան այդ գումարը, եւ այս աջակցության պարագայում պարզապես էականորեն, այսինքն 10,000 դրամով մարդկանց ծախսերը կրճատվում են։ Մենք փորձ ենք համաշխարհային ուսումնասիրել, մասնավորապես ավստրիական փորձն ենք ուսումնասիրել, եւ 90-ականների սկզբին, երբ որ Ավստրիայում փորձ է կատարվել անցնել սպանդանոցային մորթի, մոտավորապես նույնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, ինչ մեր մոտ օրինակ 2020-ականներին, իսկ մոտ 30 տարի հետո, եւ իրենք որպես խնդրի լուծում հենց փոխհատուցման ճանապարհով են գնացել, այսինքն մարդկանց խրախուսել են, խթանել են, որպեսզի իրենք սպանդանոցային մորթի անցնեն, մարդիկ տեսնեն, թե դա ինչ առավելություններ ունի, ինչպիսի դրական հետևանքներ ունի, եւ ժամանակի ընթացքում դա իհարկե բերել է նրան, որ ուղղակի հիմա Ավստրիայում ոչ մի ֆերմեր եւ ոչ մի քաղաքացի պարզապես չի մտածում ոչ սպանդանոցային մորթով միս շուկա վաճառահանելու մասին։ Առաջին քայլը փաստորեն սպանդանոցային ծառայություն մատուցողներին է իդեմս պայմանագիր կնքելու։ Այո, դրանից հետո արդեն մեր ֆերմերները կամ միջնորդական ծառայություն մատուցողները էական չի, կարող են արդեն այսպես ասած անասունները տանել դեպի մորթի։ Մեր Հայաստանում բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները իրենք թվայնացված են, ունեն ականջապիտակներ եւ ականջապիտակը ավտոմատ դուրս է բերվում մորթից հետո ծրագրից, այսինքն այդ կենթանին համակարգից դուրս է բերվում, դուրս բերված ականջապիտակը նաև դառնում է այն փաստաթղթերի մասը, որի հիման վրա պետությունը փոխհատուցելու է սպանդանոցներին իրականում մեր քաղաքացիներին, որտեղ իրենք պետք է վճարեին այդ 10,000 դրամը։ Այսինքն այդ դրոշմավորումը, այսպես ասած, բավարար է հնարավոր չարաշահումներից խուսափելու համար, թե այլ հնարավորություններ էլ կան ամբողջ գործընթացը վերահսկելու, ռիսկերը նվազեցնելու համար։ Ըստ էության բոլոր թղթերը պահանջվելու են այդ գործընթացն իրականացնելու համար, բայց ամենակարևոր հարցը կա հատուկ էլեկտրոնային համակարգ, որտեղ երբ որ ականջապիտակի համարները լրացնում ես, երևում է թե որտեղ է այդ անասունը, ինչ տարիքի է այդ անասունը, ով է այդ անասունի սեփականատերը, երբ է պատվաստվել, ինչ պատվաստանյութով եւ այլն, այսինքն բոլոր իր պատմությունը կա, հետեւաբար մենք թվայնացրել ենք համակարգը եւ երբ որ դա դուրս է գալիս համակարգից, մենք դրա միջոցով նաեւ կարողանում ենք ամբողջ համակարգը ըստ էության կարգավորել, կառավարել։ Պարոն Պապայան, ցանկացած փոփոխությունից հետո հանրության ամենաշատը մտահոգողը հնարավոր գնային փոփոխություններն են, այսպես ասած։ Այս փոփոխությունից հետո ինչ եք կարծում, գուցե կան նաև գնահատականներ, ինչպես կազդի ընդհանուր գնագոյացման վրա, նախ ֆերմերի տեսանկյունից, երբ որ վաճառում է, այսպես ասած, իր կենդանին, եւ երկրորդ պարագայում արդեն գնորդը որպես սպառող արդյոք ավելի բարձր կսկսի վճարել։ Ընդհակառակը, եթե տեղի ունենա փոփոխություն, ապա դա կգնա նվազման ուղղությամբ։ Ինչու, որովհետև նախկինում հնարավոր էր դեպք, երբ որ տանային սպանդանոց եւ իրենք պետք է վճարեին, օրինակ 10,000 դրամ, հետեւաբար այս դեպքում չեն վճարելու, եւ եթե մասնագետ էին հրավիրում, ով մորթ էր կազմակերպում, հա, այսպես կոչված այդ ղասաբների ինստիտուտը, հա, նորից դրա համար վճարում էին։ Այսինքն այս պարագայում կամ գների իջեցում տեղի կունենա, կամ տեղի կունենա ֆերմերի մոտ
ամեն անասունի համար 10,000 դրամ շահույթի ավելացում։ Երբ մենք ավելի հակված ենք կարծելու, որ պարզապես մարդկանց շահույթն է ավելանալու, ինչը նորմալ ենք գնահատում այն համատեքստում, որ քաղաքակիրթ մորթ է տեղի ունենում, սպանդանոցային մորթ հետևաբար մեր շուկա է դուրս գալիս, մսամթերք, որի որակը պահպանված է, որի որակի վրա մենք ունենք վստահություն, գիտականորեն ապացուցված է, որ մսամթերքը մորթից հետո պետք է սառեցվի։ Դրա արդյունքում բազմաթիվ հատկանիշներ դրական պահպանվում են մսի մեջ եւ միևնույն ժամանակ բազմաթիվ հիվանդությունների հնարավորություններ էականորեն սահմանափակվում են։ Արժեք է, որը ստեղծվում է մարդկանց համար եւ ես կարծում եմ արդար կլինի, որ այդ ստեղծված արժեքի արդյունքում օրինակ ֆերմերը հավելյալ 10,000 դրամ աշխատի։ Թող, բայց միևնույն է, մեր իրականության մեջ հայտնվում են ու գտնվում են ֆերմերներ, ովքեր հղում են տալիս իրենց պապերին, որոնք նույն ձևով բակային մորթով իրենց մորթը իրականացրել են, որևէ խնդիր չի եղել, իսկ ինչ են ցույց տալիս թվերը, ունեք արդյոք արձանագրված դեպքեր, երբ որ բակային մորթը ուղիղ վտանգ է առաջացրել հանրության համար, օրինակ։ Նախ առաջինը մեր պապերը հասարամյակներ շարունակ շատ այլ բաներ են այլ կերպարել եւ մենք հիմա դա այդպես չենք անում, որովհետեւ կյանքը առաջ է գնում։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ տնտեսություն, եթե մենք ուզում ենք ունենալ առողջ հասարակություն, եթե մենք ուզում ենք մեր երեխաները առողջ լինեն, մենք այդ մարդկանց պիտի մատակարարենք որակյալ եւ անվտանգ սնունդ։ Բազմաթիվ են ցավոք սրտի դեպքերը, երբ որ բակային մորթի արդյունքում հայտնաբերվում է տեսչական ստուգումների արդյունքում որակական ցուցանիշներին չհամապատասխանող ցավոք սրտի ընդհուպ մինչև տարբեր տեսակի հիվանդություններ ունեցող մսամթերք, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի պետությունը վերահսկի այդ գործընթացը, որովհետև մենք պատասխանատվություն ունենք, այո, մի կողմում տասնյակ հազարավոր ֆերմերներ են, մյուս կողմում էլ միլիոնավոր սպառողներն են։ Պետք է պաշտպանենք նաև միլիոնավոր սպառողների շահերը, բայց միևնույն ժամանակ այս նախաձեռնությամբ այդ տասնյակ հազարավոր ֆերմերների վրա չենք դնում բեռ։ Անշուշտ նկատելի է պետության այսպես տրամադրվածությունը սպանդանոցային մորթը մասսայական դարձնելու համար, նույն ձեր նշած պիտակավորումները, ականջապիտակները, հետո տարբեր աջակցության ծրագրեր, սպանդանոցներ, նոր սպանդանոցներ հիմնելու համար, արդյոք մտածում եք, որ սուբսիդավորումը վերջին քայլն է մշակույթը մտցնելու ու հաջողություն գրանցելու այս ոլորտում։ Այո, որովհետև սրանից այն կողմ այլ բան չկա։ Նկատի ունեմ մենք մինչև հիմա ամեն ինչ արել ենք։ Ընդունել ենք բոլոր անհրաժեշտ օրենքները։ Սպանդանոց ունենալու համար շատ հարմար ֆինանսավորման պայմաններ ենք տվել։ Սպանդանոցները, որպեսզի կարողանան անասուններ գնել, իրենց համար սուբսիդավորվող վարկեր ենք տվել։ Շարժական սպանդանոց ունենալու համար կանխավճար է պետք տալ։ Այդ կանխավճարի 80% պետությունն է տալիս։ Խոշորների համար ավելացված արժեքի հարկի արտոնություն ենք տվել։ Այսինքն բազմաթիվ գործողություններ ենք իրականացրել, որպեսզի դա լիներ։ Միակ բանը, որ մնացել է, որ կարելի է անել, դա սպանդանոցային մորթը կարելի ասել անվճար դարձնելն էր։ Մենք հիմա այն դարձնում ենք անվճար կամ համարյա անվճար։ Ինչու եմ ասում։ Որովհետև երբ որ մենք հարցում ենք արել, տեսել ենք, որ կա սպանդանոցային մորթ 8000 դրամով, 9000 դրամով, 10000 դրամով, այդ դեպքում մենք փոխհատուցելու ենք համապատասխանաբար 8, 9, 10000 դրամ։ Հիմա կանխատեսում ենք, որ նույն գնային դիապազոնում դա պետք է մնա եւ հենց դա է պատճառը, որ մենք ասում ենք դուք պետք է գաս նախարարության պայմանագիր կնքես, թե ինչ գնով ես քո ծառայությունը մատուցում, որպեսզի հետո չգնա այնտեղ ասի դե 20000 ա դառը, դու էլի պիտի 10000 վճարես։ Պարոն Պապայան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր էկոնոմիկայի նախարարը, քննարկում էինք կառավարության վերջին աջակցության ծրագիրը, որով սուբսիդավորում է սպանդանոցային մորթի ծառայության գինը։ Քաղաքացի որոշում կայացնողներ թափանցիկ հաղորդակցության եւս մեկ հարթակ է ձևավորվում այս անգամ հեռուստատեսային հաղորդման ձևաչափով։ Կառավարության ու ազգային ժողովի նախաձեռնությամբ գործադիրի ու օրենսդիրի ներկայացուցիչները կպատասխանեն քաղաքացիների մտահոգող հուզող հարցերին։ Պետք է նախապես տեսաձայնագրել հարցը, ուղարկել +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին։ Ըստ ոլորտների որոշում կայացնողները եթերում կլսեն դրանք, կարձագանքեն ու հնարավորինս սեղմ ժամկետներում կփորձեն լուծում տալ դրանց։ Առաջին հաղորդումը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի վերաբերյալ է։
Նոր հարթակ ու ձևաչափ, երբ քաղաքացիներն իրենց մտահոգող, հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ քաղաքականություն մշակողներից ու որոշում կայացնողներից։ Գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հեռուստատեսային հաղորդման շրջանակներում կարձագանք են բարձրաձայնված խնդիրներին։ Հիմնական նպատակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ պետական կառույցների միջև առավել բաց եւ թափանցիկ երկխոսության խթանումը։ Հարցեր ուղղելու հնարավորություն նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն։ Առանձին ոլորտների վերաբերյալ տեսաձայնագրությունները պետք է ուղարկել +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին։ Դրանք էլ կհնչեն հաղորդման շրջանակում։ Մի կողմից հնարավորություն է տրվում հասարակությանը ներկայացնել այն հիմնական ոլորտային բարեփոխումները, որը իրականացնում է պետությունը, եւ հնարավորություն տալ քաղաքացիներին բարձրաձայնել այն առաջարկները, մտահոգությունները եւ ինչու ոչ նաեւ խնդիրները, որոնք կարող են հանդիպել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Նման տեսահարցերի ձևաչափով մեկ անգամ վարչապետ Փաշինյանն արդեն հանդես է եկել։ Այս հաղորդաշարի շրջանակում հարցերին կպատասխանեն գործադիր մարմինների ղեկավարներն ու օրենսդիրի ոլորտային ներկայացուցիչները։ Առաջին թողարկումը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի վերաբերյալ է։ Հստակ է նաեւ օրը մայիսի 26-ին թեմայի մասին հարցերին կպատասխանեն նախարար Ժաննա Անդրեասյանը, ազգային ժողովի падգամավորներ Սիսակ Գաբրելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Սա մի նոր մշակույթ է, որը իմ կարծիքով այդ հասարակություն, պետություն կամ քաղաքացի պաշտոնյա այդ հարաբերությունները կարող է մի փոքր, այսպես ասած, ավելի լավ մակարդակի բարձրացնել։ Ինչպես բոլոր, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում կատարվող բարեփոխումները կարող են իրապես հաջողվել, եթե լինի քաղաքացիների ակտիվ ներգրավվածություն։ Հիմա հարցերի հավաքագրման փուլն է։ Տեսահաղորդագրությունները կարելի է ուղարկել մինչև մայիսի 17-ը երեկոյան 6-ը։ Սկզբում պետք է նշել անունը, ազգանունը, բնակության վայրը, ցանկալի է նաև զբաղմունքը, աշխատանքի վայրը։ Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ իսկապես շատ կարևոր է իր ձայնը, ձևաչափը, որ ստեղծվում է քաղաքացիների հետ թափանցիկ երկխոսություն ձևավորելու, կարծում եմ, որ կնպաստի դրան, որպեսզի քաղաքացիները կարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը եւ դրանք ստանան իրապես հիմնարար լուծումներ։ Առանց պաշտոնական երկար գրագրությունների ու բյուրոկրատական քաշքշուկների առաջարկվող ձևաչափը կարող է լինել կարճ ճանապարհ անհանգստացնող հարցերի մասին ոլորտի պատասխանատուներին տեղեկացնելու համար։ Հարց ու պատասխանը եթեր կհեռարձակվի առաջինի լրատվական ալիքով, կառավարության ու ազգային ժողովի Facebook-յան, YouTube-յան էջերով։ Մարալիկի բամբակամանվածքային գործարանը համամիութենական նշանակությամբ երրորդն էր Խորհրդային Միությունում։ Այժմ էլ միակն է նախկին միութենական երկրներից, որ թել է արտադրում կտորի թափվածքներից։ Բամբակյա թափոններն ընկերությունը ձեռք է բերում հիմնականում տեղական տեքստիլ արտադրողներից վերամշակելով, դարձնում նորից թել ու վերադարձնում արտադրություն։ 88-ի աղետից հետո ֆաբրիկան պարապուրդի էր մատնվել։ Կարելի է ասել, երկրորդ կյանք ստացավ 2018-ից, երբ նոր ներդրումներ արվեցին, նոր սարքավորումներով համալրվեց ու նորից գործարանը լցվեց արտադրական աղմուկով։ Կառավարությունը նույնպես աջակցել է, որ հասցեն վերագործարկվի, սարքավորումները ներմուծվել են առանց հարկերի, ներկրվող որոշ օժանդակումքեր էլ ազատված են մաքսատուրքից։ Մարալիկի թելերն այսօր տեղական արտադրությունում սպառվելուց բացի արտահանվում են Ռուսաստան, Ուզբեկստան։ Գործարանը կառուցվել է 80 թվականներին սովետական միության մեծագույն տեքստիլ գործարաններից մեկն է եղել։ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա է կոչվել, բայց չարաբաստիկ 88 թվականի դեկտեմբերի երկրաշարժից հետո պարապուրդի կանգնեց գործարանը, ճանապարհները փակվան, սովետական երկիրը մասնատվեց, քանի որ բամբակներ մեծածավալ բեռ է, երկաթգիծը չէր աշխատում, ֆաբրիկան կանգնեց։ Փորձեցինք նորից կյանք տալես գործարանին, ես եւ իմ գործընկերս գնացինք ֆաբրիկան, շինարարական աշխատանքներ ավարտեցինք 18 թվականին, նոր սարքավորումներ մուզվել է Թայվանից եւ Չինաստանից։ Պետությունը մեքենասարքավորումների ներմուծման դեպքում արտոնություն է տալիս, մաքսատուրքեր չկան։ Դա եւս խթան է մարդկանց նպատակա ուղղելու արտադրություն, ավելի հիմնավոր է արտադրություն, քան ներկրել վաճառելը։ Մեր գործարանը նախկին սովետական տարածքում միակն է, որը արտադրում է վերականգնված հումքից։ Միջ լեգալային թափվածքը կարի գործարանների մենք վերամշակում ենք, դարձնում ենք նորից բամբակ, նորից հետ վերադարձ, սրբիչ, հագուստ, գուլբաներ։ Հումքը հիմնականում վերցնում ենք Հայաստանում գործող կարի արտադրամասների թափվածքներ, վերամշակում ենք, բամբակյա թել ստանում։ Չենք աղդոդում հողերը նոր ազոթային պարադանումներով նոր բամբակ
չենք ցանում այս տեսակ արտադրությունը, հիմնականում եղած է, որպեսզի ներկա տներ ավելի նոր չաշխատեն, եկալագիցքի մաքուր արտադրանք է։ Թելերը արտահանում ենք Ռուսաստան, նախկինում Ուկրաինա, հիմա առաջի պայմանագրերը ունենք, արտահանում ենք Ուզբեկստան։ Որպեսզի մենք կարողանանք թելի սպառման շուկա գտնենք, ստեղծել ենք մեզի համար սպառման աղբյուր։ Նույն հասցեում կա հիմնարկություն, որը սպառեկը մեր թելը գնում ենք այն ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք գործանը լցել աշխատանքով։ Ունենք 35 աշխատողներ պետք են մեզ։ Ես կոչկել եմ բոլոր մարդկանց, ովքեր կուզեն կանոնակարգված աշխատավարձ առնեն, հիմնավոր աշխատանք ունենան, կան տեղավորվին, չերտան խոպանները, գործարկել են գործարանի մի մասը, մյուս կեսը ներկայումս ուզում ենք վերականգնել, հրավիրում ենք գործարաններին, որոնց կարող ենք տեղ տալ, կոմունիկացիաները ապահովել, ինքը դառնա կլաստերային նշանակություն ունեցող գործարան։ Հույսով ենք Մարալի դառնա մեծ տեքստիլ կենտրոն Հայաստանի Հանրապետության համար։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Arm.gov էջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։